Չէ, ես մի բան հարցնեմ, էլի, այդ Z-score-ից կամ ասենք այդ վստահության այդ միջակայք ընտրությունից, բայց այդ թեմաներից խոսալու ենք, թե չէ։ Ըհը, անպայման։ Մի քիչ բանում դրած է, այն հիմնական կայքում այն ինդեքսի մեջ մի քիչ գրած է, բայց ավելի տենց հենց բուն մոտակա դասերին է, եթե ցույց տամ, պլանը սենց է, մի վարքյան, տեղափոխվի, ահա, հիմա պետք է որ երևա, ըհը։ Այսա հաջորդ դասին խոսալու ենք արդեն նրանից, թե ոնց կարանք սարքենք այդ մեր estimator-ները, դրանից հետո լինելու է տենց մի քանի հատ Բայեսյանի հետ կապված բաներ, այնտեղ այդ ըստ տվյալների թարմացում, հավատքների բանման, հետո հաջորդ բանը, որ մի քիչ հավանականա չանենք, բայց ինձ թվում է ամեն դեպքում կանենք, այդ տենց ավելի տենց թվաբանական մեթոդներից expectation maximization կամ տենց Monte Carlo Markov-ի շղթաներ բան, այդ տենց թեմաներ, հետո դրանից հետո արդեն confidence interval-ներ, այդ վստահության միջակայքեր, p-value-ներ, բան, ճիշտ չէ, p-value-ներ մի քիչ հետո, բայց հետո հաջորդ թեմաների մեջ արդեն հիփոթեզների թեստավորում, Z-score բանման արդեն ստեղ լինելու է, էլի։ Ու կարող է հետո մի երկու հատիկ էլ թեմա, բայց մոտավորապես պլանը սենց է, էլի այս պահին։ Մեկ էլ ձեր ինտերնշիփի հետ հարցնեմ, էլի ինքը տարին մի անգամ եք անցկացնում կամ ոնց եք, ինչ մոտեցում ա լինում։ Հիմնականում բան է լինում, հիմնականում մենակ ամառներն են անում ու հիմնականում ամեն տարի եղել է դեպք, որ ձմեռային էլ ենք ունեցել կարճ, բայց այդ էքսպերիմենտը այդքան է չենք հավանել, ու նաև եղել է դեպք, որ ծոր տարվա մեջ չենք արել, այսինքն այդքան ստաբիլ չի հիմա արդեն, թե ինչքան ժամանակը մեկ ենք անում, ու իրական չգիտեմ ու ահագին կասկածում եմ էլի, որ այս տարի ամառվանից բացի էլի արվի էլ, ինձ թվում է այս տարվանը մենակ ամառը կլինի։ Հաճար այդ ընտրությունը այդ պրոյեկտի հիման վրա եք ընտրում, հետո այդ 3 ամսվա մեջ ինչ որ նոր պրոյեկտի վրա են աշխատում։ Բաներ, օրինակի համար ըստ նախորդ փորձի ու այս անգամը տենց բավականին նման ենք պահելու նախորդին, ընդունելության process-ներ, որ մարդիկ դիմում են, մենք մի քիչ CV մի-վի թեթև նայում ենք, task ենք ուղարկում, ոչ շատ մեծ, մարդիկ task-ը անում են, ուղարկում են, task-ը ուղարկողներից, որը տենց շատ վատ չի արած լինում task-ը, իրանց ինտերվյու ենք կանչում, ճիշտ է շատ վատ չի լինում, այլ ինչ որ կրիտերիաների բավարարած է լինում task-ը, իրանց ինտերվյու ենք կանչում, հետո ինտերվյուն լավ անցկացրածներից վերջի փուլ որպես բան ենք անում։ Մի հատ էլ ենք task տալիս, ու արդեն այդ մի հատը task-ը որ անում են, մեզ բնում է ատակը մի հատ ոնց որ ասենց ասած այդ task-ը քննարկող ու եզրափակող ինտերվյու անել հնարք հաճախ, կամ էլ օրինակ եղել է որ բան ենք արել հարցերի ու թեմաների ցուցակ ենք տվել, ասել ենք դες սրանք էլ կպատրաստեք, միանգամից սրանցից էլ կխոսանք, այդ մեր ոնց որ նախորդ տարվա փորձն է, ինձ թվում է բավական շատ նման կանենք էլի դրան։ Հետո երբ որ ընդունում են այդ 3 ամսվա մեջ, լինում է որ ասենք հենց մեր հին պրոյեկտներից ինչ որ բաներ են վերարտադրում, որպես տենց ասած հունի մեջ ընկնելու համար, օրինակ առաջին ամիսը։ Բայց հետո արդեն ու այս տարի էլ մտածում ենք, որ միանգամից կպնեն բանին, մեր ավելի թարմ պրոյեկտներին կամ հենց միանգամից ընթացիկ պրոյեկտներին, ու հա, բայց հա, ոնց որ շատ հիմնական աճելը internship-ի լինում է հենց իսկական պրոյեկտների վրա աշխատելով, էլի մեր մոտ։ Դրա արդյունքում, երբ որ վերջացնում են, ինչ որ կարողանում են աշխատանքի ընդունվել, թե ոնց։ Էդ էլ դրա հետ է կապված տենց ինչ որ երաշխիք չկա, շատ լրիվ կախված է բանից, էլի, հենց թե ոնց որ երկու բանից, էլի, մեկը թե ոնց ինտերնը ոնց կանցկացնի 3 ամիսը, մյուսն էլ ոնց որ կամպանիան ինչ կարիքներ կունենա այդ ժամանակ։ Տեսականորեն կարա լինի, որ բոլոր ինտերներին ընդունենք ու կարա լինի, որ ընդհանրապես ոչ մեկի չընդունենք, ինչ որ տենց բան չկա, էլի, որ այսքան նոր մարդ ստանանք, վերցնենք, բայց ամեն դեպքում ոնց որ կարամ տենց մի 99%-ով ասեմ, որ եթե տենց ինտերնը
տենց շատ լավ ընտիր այդ 3 ամիսը անցկացնի ու տենց թիմի հետ ընտիր յոլա գնաբանման ամեն ինչ եթե լավ լինի, եթե այդ ոնց որ ամառվա վերջ, եթե ինչ որ գործի չվերցնենք, ինչ որ պահից գործի կվերցնենք էլի, եթե ամեն ինչ ընտիր լինի էլի։ Բայց նավսեկի այդ 99%-ով ասեմ էլի, որտեվ ըստ կամպանիայի պահանջների է լինելու էլի։ Ու ինքը ամբողջ դրույք է, չէ՞, ուզում եմ ասեմ 8 ժամ ռեժիմով, հա։ Հա, ոնց որ տեսականորեն կարանք դիտարկենք part-time-ն էլ գործի հաստիքի մեջ էլ գրել էինք, որ տենց կես դրույք կամ ամբողջ դրույք, բայց հենց բուն internship-ը ավելի լավ է, ոնց որ շատ-շատ ավելի էֆեկտիվ է, եթե բան էլի ամբողջ դրույքով արվի, որտեղ ուղղակի գործը շատ-շատ է լինելու անելու էլի միշտ։ Հմ, Եղավ, մերսի շատ։ Խնդրեմ, խնդրեմ։ Ու հա, ով դիմում է դες բարի բախտ։ Մի քիչ դասընթացի հետ ժամանակայինով չբռնեց, ոնց որ ես ուրախ կլինեի, եթե մենք տենց ML-ի կտորներ բանման ամեն ինչ արած լինեինք, որ արդեն տենց միանգամից դիմեիք։ Հիմա ոնց որ մենք չհասցրեցինք sense ասած, այժմ չի պլաններ դրած, որ մինչև ամառ հասցնենք, բայց ամ, չկպավ մի խոսքով, բայց նաև հույս ունեմ, որ ինչ որ մյուս ամառը օրինակ էլի կանենք internship։ Նախորդ լեկցիային ինչ էինք անում, մեծամասամբ խոսում էինք տենց estimator, որ ունենք, իրեն ինչ որ հատկություններ բարձել, օրինակ unbiased լինել, ինչքան վարիացիա ունի, միջին քառակուսային շեղումը ինչքան է, consistent-ա թե չէ, sufficient-ա թե չէ, minimal sufficient-ա թե չէ, տենց խառը ինչ որ բաներ էինք խոսում, բայց ըստ էության մի հատ բան, որ տենց օթում է մնում, եթե երկու estimator ունենք, կարանք օրինակ ասենք, այս մեկը biased է, մեկը unbiased է։ Այտենց ասենք, այս մեկը unbiased-ը ավելի լավն է, ինչ որ առումներով։ Բայց ո՞նց ենք օրինակ հասկանում, այդ ավելի լավնան ինչքանով է հեռու ամենալավից։ Այսինքն հələ ինչքան կարա լավացվի մեր estimator-ը տեսականորեն։ Ու մասնավորապես ասենք unbiased estimator-ների մեջից որն է լավագույնը։ Ստեղ մի հատ շատ բնական իդեա ենք օգտագործելու, որ եթե ունենք ինչ-որ մի քանի հատ տարբեր estimator, որոնք որ տենց երկուսն էլ, ասենք, նույն բան, ճիշտ ձևով միջինը գնահատում են միջինում, այսինքն սա estimator-ների բաշխումն է հենց։ Ոչ թե տվյալների, այլ այդ տվյալների վրա հաշված մեր estimator-ների արժեքները սենց գծում են։ Հիմա ստեղ շատ բնական կլինի ասել, գիտեք ինչ, լավ կլինի, որ այս սենց ինչ-որ տեսք ունենա։ Այսինքն ինքը ահա որ վստահ լինի իր ճիշտ գուշակության մեջ, ոչ թե սենց խառը ստեկերակի միջինում գա կանգնի է դրան։ Ավելի լավ կլինի, որ ինքը տենց շատ ավելի ստաբիլ գա ու ոնց որ առանց շփոթվելու, առանց կասկածների հստակ միշտ ասի, ես մտածում եմ, այս թետան է քո պարամետրի արժեքը ու այդ ճիշտ լինի։ Իսկ մենք ուզում ենք տենց մի հատ շատ ինքնավստահ, շատ ճշգրիտ, հստակ աշխատող estimator, այդ մեզ իդեալական կլինի։ Ու դրա համար ոնց որ unbiased-ը պահանջում ենք, է ստանդարտ բանը։ Բայց հիմա unbiased-ների մեջից կարանք խոսանք նրա մասին, որ ինչքան ավելի փոքր է քո վարիացիան, այնքան ավելի լավն ես դու։ Այսանով ոնց որ մեր մոտ արդեն կարա հանգի բնական համատության կրիտերիա առաջանա, էլի։ Մի քանի հատ unbiased estimator ունենք, նայում ենք իրանցից որն է ավելի փոքր վարիացիա, որը ավելի փոքր է, ասում ենք մենք քեզ ավելի շատ սիրեցինք։ Այսինքն մի հատ էլ ըստեղության թե ասենք, օրինակ եթե ունենք ուզում ենք նորմալ բաշխումից այս բանը մյուն գնահատենք, կարանք օգտագործենք օրինակի համար այդ եղած բանի եղած մեր sample-ի միջինը վերցնելը կարանք օգտագործենք, բայց որ բռնենք հաշվենք, դրա վարիացիան սիգմա քառակուսի n-րդը։ Հիմա այս սիգմա քառակուսի n-րդը լավ է, կարանք ավելի ցածր բան ստանանք օրինակի համար։ Այսինքն այս եթե ունենք մի քանի տվյալ իրանց միջին վերցնելը լավագույն բանն է, թե չէ։ Մեր այսօրվա դասը ֆռալու է այս հարցի շուրջով։ Մենք սկզբում խոսալու ենք, թե ինչի ենք հեսա աշխատելու, ոչ թե տենց բուն
joint distribution ֆունկցիայի հետ, այլ իր լոգարիթմի հետ։ Այս շատ ստանդարտ տրյուկ է, որ տենց տարիներով միշտ անելու ենք ու շատ սիրելու ենք։ Հետո կխոսանք, թե ինչա score function-ը, այդ իր ածանցյալն է ուղղակի իրականում։ Հետո կխոսանք, թե ինչա Fisher-ի ինֆորմացիան, այդ ըստ էության իր երկրորդ կարգի ածանցյալն է կամ իր score ածանցյալի վարիացիան է, եթե այտենց ռեգուլարության պայմաններ ունենք, ասենց ասած։ Ու վերջապես կխոսանք այս ամեն ինչը իմի բերով, կասենք բանը։ Կրամեր-Ռաուի bound-ը, Կրամեր-Ռաուի տենց գնահատականը կամ անհավասարությունում ինքը կլինի ուղղակի ոնց որ մի հատ տեսական մակարդակի վրա փոքրագույն ամենացածր հնարավոր վարիացիա, որ բանը կարա ունենա, estimator-ը կարա ունենա։ Ու եթե օրինակ բռնեց, ասենք, всё, ընտիր։ Սա efficient estimator-ը, effective estimator-ը։ Այդ ոնց որ հիմնական բուն թեման կլինի դասի, մի հատ էլ փոքր թեմա որպես կողքից, նաև կխոսանք նրանից, որ դե լավ, եթե ունենք ինչ-որ ուղղակի երկու estimator, ունես չի, երկուսն է unbiased են, որ խոսանք իրենց վարիացիաներից, այլ ասենք ունեն իրանք բաներ։ Ճիշտ օրինակի համար, եթե ունենք estimator-ներ, որոնք որ ունեն տարբեր ռիսկեր, օրինակ մեկի ռիսկը այսպես է, կախված բանից, արժեքներից, մեկին օրինակ այսպես, որն է ոնց համատենք, թե որն է իրանցից ավելի լավը։ Ասենք այս մեկի մոտ եղած ամենավատ արժեքը ավելի փոքր է, ավելի մեծ է, քան սրանը, բայց մյուս կողմից այս մեկն էլ բայց մյուս կողմից ասել ավելի շատ է իջնում դեպի ներքև, ինչ կրիտերաներով կարանք որոշում կայացնենք, սա տենց ավելի թեթև արագ թեմա է լինելու էլի, զուտ տենց շփթփենք անելու թե արագ, այս մեկը լինելու է արդեն մեր բանը։ Բուն չալաղաջ թեման է լինելու այսօրվա էլի։ Դե ժողովուրդ գնացինք։ Նախ առաջինը ոնց որ այդ լոգարիթմի հետ աշխատելու հետ կապված, եթե ունենք ինչ-որ x1-ից x-n, որոնք գայս են ինչ-որ նույն fx թետա բաշխումից, ու ստեղ կավար ասում են գալիս են նույն, այսինքն լինի միատեսակ բաշխված ու լինեն իրանք բան, անկախ։ Այս մեր պարտադիր պայմաններն է։ Այդ դեպքում կարանք իրենց joint density գրենք որպես fx1 թետա անգամ fx2, fx3 եւ այլն։ Ամեն ինչ ուղղակի իր հետ բազմապատկվելով գնում, այսինքն կարճ կարանք գրենք ուղղակի արտադրյալ 9 հավասար 1-ից n fx թետա։ Ու սա իրենց joint density function-ն է, բայց նաև իրան կարանք եթե խոսում ենք բանի տեսանկյունից, էլի տվյալների տեսանկյունից, եթե իր մասին մտածում ենք, սա էս x1-ից xn-ի density խտության ֆունկցիան է միավորած թետա պարամետրով։ Հիմա եթե այս նույն բանին մոտենանք որպես թետա պարամետրի տեսանկյունից, այսինքն պատկերացնենք, որ ֆիքսած տվյալներ ունենք, տարբեր թետաներ ենք օգտագործում, այսինքն դիտարկենք L թետա ֆունկցիան, L թետան հավասար կլինի ուղղակի կրկին այս արտադրյալին։ Ուղղակի արդեն մեր արգումենտը փոխվեց այդտեղ։ Այսրան անվանում են likelihood function։ Likely-ն է ինչքան հավանականն է, տենց likelihood հավանականային ֆունկցիա, ասենք ասած, չգիտեմ հայերենով ոնց լավ թարգմանեմ։ Այս նույն բանն է ուղղակի ըստ թետայի ֆունկցիա, էլի։ Ու ինքը ոնց որ փորձելով պատասխանել նրան, թե ինչքան լավ է թետան բացատրում մեր տվյալները։ Այսինքն սա ինչքան մեծ եղավ, այսինքն ինչքան ավելի հավանական եղան այս ամեն մի տվյալները, այնքան ավելի լավն է թետան ընտրված։ Սա մեր հաջորդ դասի էլի են մեխնա լինելու, երբ որ անենք maximum likelihood estimation, ոնց կարանք likelihood-ը այսա մաքսիմիզացնենք, բայց այս պայդրությամբ ուղղակի նկատենք, որ եթե ստեղ ունենք մի հատ likelihood ֆունկցիա, որը արտադրյալ է ինչ-որ բաների, մեր լավագույն ընկերը այդպես դեպքերում, եթե ուզում ենք կյանքը մեր հեշտացնենք, ահա որ այդ բռնել իր լոգարիթմը հաշվելու։ Դրանով ստանալու ենք log likelihood-ը, որին գրում ենք որպես sense TT's italic L, ինքը ըստեղության դառնում է ուղղակի այս նույն ֆունկցիայի արժեքների լոգարիթմների գումար։ Ստեղ ուղղակի ոնց որ a անգամ b-ի լոգարիթմը log a գումարած b-ն է, զուտ է դրանից ենք օգտվում, ու այդ հրաշք հատկություններ ունի։
Առաջինն է, որ օրինակի համար, եթե ածանցյալի հետ պետք է աշխատենք, միտեղ ունենք որ f ածանցյալ j գումարած f j ածանցյալը, եթե արտադրյալի ածանցյալ ենք նայում, միտեղ ունենք ուղղակի f-ի ածանցյալ գումարած j-ի ածանցյալ, շատ ավելի հեշտ, շատ ավելի հարմար, ինքը շատ ավելի ստաբիլ է, տենց հաշվողական տեսանկյունից նաև, բայց դրա այդ տակից է տեղի ունենում, շատ չենք զգում, ավելի շատ կարող ենք զգանք այն, որ ուղղակի հենց մեզ ինքներս շատ ավելի կոմֆորտ է լինելու իր այդ աշխատել բանաձևային տեսանկյունից, որովհետև շատ ավելի հարմար է լինելու ինքը։ Ու մի հատ շատ էական հատկություն է նա, որ լոգարիթմը ինքը տենց մոնոտոն աճող ֆունկցիա է, չէ՞։ Սա նշանակում է, որ եթե ունեմ մի հատ ինչ-որ ֆունկցիա, ասենք այսա, ունեմ իր լոգարիթմ, այսպես մի հատ ինչ-որ ֆունկցիա ունեմ, իր լոգարիթմը որ հաշվեմ, ինքը ունենալու է նույնպես նույն մոնոտոնությունը։ Այսինքն օրինակի համար սրա մաքսիմումը, եթե այս կետում է, սրանն էլ է լինելու այդ կետում։ Ոնց որ x ֆունկցիայի ու 2x ֆունկցիան որ դիտարկեմ, իրանց բոլոր հետարքիր կետերը, ասենք էքստրեմումները նույնն են, չէ՞ լինելու։ Որտեվ սա է պատճի են էլ աճում, սա է նվազի են էլ նվազում։ Սա նշանակում է, որ եթե մեզ ասում են, խնդրում եմ գտի այս ֆունկցիայի մեծագույն արժեքը, մենք անկոկի այս ֆունկցիայի մեծագույն արժեքը գտնենք, ու ինքը նույնն է լինելու, ինչ են մեկինը։ Իրանք ասենց ասած իրար պրոպորցիոնալ են։ Հա։ Այս մեզ թույլ է տալիս արդեն առանց անհանգստանալու միշտ ֆունկցիայի տեղը վերցնել իր լոգարիթմը։ Այս Actually, նորմալ է։ այստեղ լոգարիթմ բնական հիմքով է, թե երկու հիմքով։ Շատ լավ հարց է։ Իրականում այտենց որպես այդպեսին շատ էական չի։ Ուղղակի հիմնականում որ բանի հետ են գործ ունենում, ասենք այստեղ այս ֆունկցիաները գալիս են էքսպոնենցիալ ընտանիքից, այսինքն այնտեղ ունենք y-ի x eta x թետա եւ այն հանած a թետա, ինչ որ այսպես տեսքի բաներ ունենք, կարծես ունենք մի բան, որը որ բնական էքսպոնենտի հետ է աշխատում, իրեն շատ բնական ջարդելու ձևը բնական լոգարիթմ է, էլի, այսինքն հիմնականում մեր մոտ այդտեղ ln-ն է, էլի։ Պլյուս որտեվ նաև ասենք ածանցյալ հաշվել բանման, այդտեղ կնախընտրենք ուղղակի սիրուն ունենանք բան, էլի։ Էլ չընկնենք ունենանք դեպքեր, երբ որ ունենք ln-ը հիմքով, որ ինքը ավտոմատ 1 ստացվի, էլի, որ կյանքը էլ ավելի թեթևանա։ Դե մեր առաջի գաղափարը լինելու է այդ score function կոչվածը։ Score function-ը դա բանն է։ Մեր ֆունկցիայի log likelihood-ի ածանցյալն է։ Log likelihood-ը հիշենք, որ ոնց որ ինքը ըստ թետայի է, դրա համար ոնց որ ստեղ էլ ըստ թետայի ածանցյալից ենք խոսում, էլի։ Օրինակ համար եթե ունենք Bernoulli-ից եկող բաշխում, ասենք x լոգարիթմ p 1 - x լոգարիթմ 1 - p, իր score ֆունկցիան լինելու է զուտ ոնց որ x բաժանած p լոգարիթմ p-ի ածանցյալը 1p-երորդ հանած 1 - x բաժանած 1 - p։ Այսինքն x - p բաժանած p անգամ 1 - p։ Վայ, լավ, սպանում մոռացել եմ դզեմ։ Այս ուղղակի ոնց որ հաշվողական օրինակ, այստեղ եթե իրան կոնկրետ արժեքների վրա նայենք, այսպես տեսք է ունենալու x առանց հավասարազրոյի ու 1-ի համար առանձին վերցրած է։ Ու ըստ էության ոնց որ եթե հիշենք ածանցյալը ցույց էր տալիս ոնց որ գծային մոտարկում էր, չէ՞, անում ասում էր որ ուղղությամբ է ամենա, չէ, լավ այդ գրադիենտն ավելի շուտ, ածանցյալը ցույց էր տալու բանը, չէ՞։ Ֆունկցիայի մոտարկումը ըստ գծի այդ ուղղությամբ ու ասենք աճի ուղղություն, նվազման ուղղություն, եթե մի քիչ բարձրաչափի գնանք դեպի ամենակտրուկ աճի նվազման։ Հիմա ստա օրինակ եթե նայենք x-ը հավասար է 1 դեպքի համար ու բանի համար, այսինքն x-ը հավասար է 1-ի դեպքում ֆունկցիայի տեսքը գալու է 1p-երորդի։ Այսանով մենք ոնց որ ուզում ենք ասենք, որ լավ կլինի, որ p-ն տենց ավելի մեծոտ լինի, որպեսզի ածանցյալը լինի ավելի փոքր։ Ոնց որ մենք իդեալական դեպքում, եթե ուզում ենք էքստրեմում գտնենք, այդ էքստրեմումը բանա, չէ՞, այդտեղ ածանցյալը 0 է լինում։ Ու մեզ ասենց կետերը հետարքիր են լինելու, էլի։
Եթե ասենք x հավասար է 0-ի, մեր մոտ ստացվում է այս բանաձևը մինուս 1 բաժանած 1 մինուս p, ստեղ էլ p-ի տենց ավելի փոքր արժեքներն են մեզ ձեռնտու, ու p-ն հավասար է 0-ի ու 1-ի մոտակայքում, ու նաև ոնց որ այս ացենցիալներով էլ եթե նայենք էլի, ստեղ տենց կտրուկ շատ ավելի փոքր բան է լինում ացենցիալը, ստեղ գալիս է 0-ի հետ բան է դառնում, նույն պատմությունը ստեղ էս մեկի մոտ, ուղղակի ինքը սկզբում է սկսում շատ փոքրից, հետո աճելով գալիս դառնում ինչ որ տենց բան։ Շատ փոքր բացասականից գալիս է ուղղակի պստիկոտ բացասականի։ Ու հա, այն ամենահետաքրքիր, ամենակտրուկ բաները տեղի են ունենում կամ այս սրա մոտ, կամ այս սրա մոտ, էլի, երբ որ տենց ամենաանհավանական բաներն են տեղի ունենում, սենց ասած, էլի։ Ներողություն, ոչ թե անհավանական, այլ պոտենցիալ ամենաուժեղ ազդակներն ենք ունենում։ Կոպեկի օրինակն է ստեղ էլի ակտուալ, որ ասենք, եթե ունենք կոպեկ, որ 50-50 անգնում, եթե ղուշ բացվեց, շատ չենք զարմանա, բայց եթե 0.01% հավանականությամբ ղուշ ընկնում, գցենք ու ղուշ ընկնի, դրային շատ կզարմանանք։ Այսա ուղղակի բերելու ենք հենց այդ ինչքան ինֆորմացիա կա կամ ինչքանով զարմացանք գաղափարներին, դրա համար հիմա տենց թեթև նայենք, բայց այս պայդրությամբ ոնց որ մի հատ ինտուիտիվ արտահայտություն որպես կանք ասենք ոնց որ այս score-ը ոնց որ այն կոմպասի այն ասեղը լինի, ինքը sense մեզ ցույց է տալիս դեպի որտեղ է իսկական p-ն։ Ու եթե ոնց որ տենց ինչ որ շատ զարմանալի տվյալներ ունենք, այդ դեպքում շատ է sense ասում որ գնա թեքվի գնա այն կողմ։ Այսինքն իսկական p-ն եթե բան է, ասենք այստեղ միտեղ ներողություն, այստեղ միտեղ արժեք է, ու մենք այստեղից ենք տվյալ ստացել, ինքը ասելու է, չգիտես ինչ, կտրուկ գնա այն կողմ։ Ստեղ ասելու է կտրուկ գնա այն կողմ, ու տենց։ Ու ստեղ սա տենց շատ հաճախ բան է լինելու, այնտեղ բան է պետք լինելու իհարկե regularity condition-ներ է, ռեգուլարության պայմաններ է պետք լինելու, իրենց կնշենք թե ինչ է, բայց այդ դեպքերում ոնց որ մի հատ շատ ուժեղ հատկություն է նա, որ միջինում ինքը գալիս է 0 է կանգնում։ Այս սրա վրա էլ, սա իրականում տենց բավական սիմետրիկ է։ Եթե ստեղ բռնենք, հաշվենք ամբողջ տիրույթի վրա միջինը, գալու ենք տեսնենք, որ միջինում 0 է ուղղակի արժեքը իր, էլի։ Բայց հարցը գալիս այն, որ դե լավ, եթե գալիս է 0-ի է կանգնում, էլի ինչքան շատ է ֆրֆռում տարբեր արժեքների մեջ։ Այսինքն էլի այս բանին հետ բերելով ոնց որ ինչքանով է այս դեպքի մեջ, ինչքանով է այս դեպքի մեջ, էլի, ինչքան է վարիացիան իր, հա։ Այսինքն դրան պատասխանել կօգնի այն հարցը, թե ինչքան է իր վարիացիան, ու այդ վարիացիան ոնց որ իր մեջ ներառելու է նաև թե ինքը ինչքան ինֆորմացիա է պարունակում, sense ասած, էլի։ Այսինքն մեծ վարիացիան լինելու է այն ավելի տենց բանի դեպքում։ Այսինքն եկեք ստեղ մի օրինակ բացեմ։ Մեծ վարիացիան մեզ ասելու է նրա մասին, որ մեր տվյալները պոտենցիալ ունեն տենց լիքը զարմացնելու մեզ, sense ասած, էլի։ Խառը տարբեր արժեքներ է ընդունելու իրենց բան log likelihood-ի ացենցիալը։ Փոքր վարիացիան խոսալու է նրա մասին, որ տենց ավելի քիչ ինֆորմատիվ է դա։ Ու այդ ինֆորմատիվին մենք անվանում ենք Fisher-ի ինֆորմացիա, ու իրեն սահմանում ենք որպես log likelihood-ի վարիացիա, կամ կրկին ռեգուլարության պայմանների տակ նաև իրեն կարող ենք պատկերացնենք որպես ինքը էկվիվալենտ է լինում log likelihood-ի երկրորդ կարգի ացանցիալի մատ սպասմանը։ Երկրորդ կարգի ացանցիալը, եթե հիշենք, թե ինչ է ցույց տալիս բանի տեսանկյունից, ուղղակի տենց անալիզի տեսանկյունից, կհիշեցնեք ինչ էր այդ։ Այդ ուռուցիկ ու գոքավոր մասերներ ցույց տալիս։ Շատ ճիշտ է, ըստ նշանի կարենք հասկանանք ուռուցի գոքավորությունը, բայց ընդհանուր առմամբ ոնց որ ինքը կորության ուժեղությունն էր ցույց տալիս մեզ, էլի։ Հիմա sense ասած արդեն ինչքան կորա ֆունկցիան կապում ենք նրա հետ, թե ինչքան նորույթ է կարելի իրենց, ինչքան անսպասելի է ինքը, էլի sense ասած։
ու ոնց որ բանաձևորեն օրինակի համար Բեռնուլիի համար հենց եթե անենք, ստանալու ենք իր մոտ բան, մեկը բաժանած p անգամ 1 մինուս p, ու եթե սա գծենք, ստեղ ոնց որ լինելու է, որ այս մինիմումի մոտիկ կետերը շատ քիչ ինֆորմատիվ են լինելու, մինիմումից լավ հեռու կետերը շատ ինֆորմատիվ են լինելու։ Այս դրա մասին նայնի վաղ ժամանակ էլ ենք մի թեթև խոսացել, բայց միտքը նա, որ ասենք, եթե շատ ասենք 0.01% հավանականությամբ կոպեկ ունենք ու հազիվ ղուշ ընկավ, այս սրա ինֆորմացիան, այսինքն 0.1-ը եթե ֆունկցիայի մեջ տեղադրենք, լինելու է 100, այսինքն այդ դեպքում ղուշ տեսնելը տենց վաու է լինելու։ 0.5-ի դեպքում ղուշ տեսնելը տենց ինչ որ եսի միշտ չի լինելու, ինչ որ այդտեղ արժեք տեղադրելը 4 է լինելու, էլի։ Այսինքն Ֆիշերի ինֆորմացիան չափում է, թե ինչքանով պետքա զարմացած լինենք նոր տվյալից, ու այդ շատ զարմանալը մեզ շատ ինֆորմացիա է տալիս, ու մեզ ավելի օգնում է ավելի հեշտ հասկանալ, թե դա ճիշտ արժեքը որն է։ Մի հատ հարց ես ձեզ ունեմ, այս ինչ որ բանով ծանոթ էր ձեզ ժողովուրդ, այս Ֆիշերի ինֆորմացիան, այս բանաձևը Բեռնուլիի համար։ Այդ p անգամ 1 մինուս p-ն էդի միջինը չէր իրա։ P անգամ 1 մինուս p-ն միջինն էր, խաբեցի, միջինը p-ն էր։ Ուրեմն վարիացիաներ։ Հա, ճիշտ է, վարիացիան էր։ Այստեղ էլ ունենք 1 բաժանած վարիացիա, չէ՞։ Այս տենց ստացվեց։ Այսա իրականում գալու ենք տեսնենք, որ այդ Կրամեր-Ռաուի bound-ը ինքը իրենից ներկայացնում է 1-ը բաժանած n անգամ ինֆորմացիա, n-ը տվյալների քանակն է զուտ։ Ու իրականում ըստ էության օրինակ Բեռնուլի համարյա ոնց որ ստացվում է այս նույն բանաձևը p բաժանած 1 մինուս p։ Այսինքն եթե ունենում ենք ինչ-որ մի հատ estimator, որի վարիացիան այսքան է լինում, սա նաև համընկնում է իր ստորին եզրի հետ։ Այսինքն սա լինում է ամենալավ հնարավոր վարիացիան, սրանից ցածր չի կարող լինել։ Տենց estimator-ը efficient է լինում։ Այդ բայց ուղղակի որպես մի քիչ spoiler sense ասած, զուտ ճանաչենք հայցանոթ բանաձև է, էլի, այս բայդրությամբ նպատակը դա էր։ Ու մի քիչ այս բանի հետ կապված այդ score-ի վարիացիան նույնն է, ինչ log likelihood-ի բանը, expected արժեք, expected կորության մատ սպասումը, ինքը աշխատում է մենակ այն դեպքերում, երբ որ ունենք մենք բան, ռեգուլարության պայմաններ։ Այդ դրանցից մեկը այն է, որ եթե ունենք ինտեգրալ ու ինչ-որ բանի ածանցյալ, կարանք այդ հավասարը նրան, որ ասենք ածանցյալը այ դրա ինտեգրալ, ու կարանք այս ոնց որ եթե ինչ-որ մեկ կուզի, կարամ ոնց որ այդ բանաձևորեն սա նայի, տեսնի, որ սա էլ եթե օգտագործում ենք ու նաև օգտագործում ենք այն, որ score-ի մատսպասումը 0 է գալիս, բանաձևային էլ ստեղ գալիս ենք լրիվ նույն բանին, էլի մենք։ Ու մի հատ օրինակի վրա եթե նայենք, հենց Բեռնուլի երկու ձևով հաշվելով էլ նույն բանին են գալիս։ Այստեղ շատ հաշվական կտորները չանենք, բայց հա։ Ու Ֆիշերի ինֆորմացիայի հետ կապված մի հատ նշում էլ, այնա որ ինքը additive է։ Այսինքն եթե ունեմ ինչ որ n հատ տարբեր բանի Ֆիշերի ինֆորմացիա, ինքը լինելու է ուղղակի n անգամ ինչ որ մի հատիկին է, էլի իրանց մեջից։ Որտեվ իր հիմքը էլի վարիացիան է զուտ, վարիացիայի դեպքում էլ ոնց որ գալիս ենք էլի նույն տակի ավանդական բանաձևին, ուղղակի մի հատ անգամ n-ը ստեղ ավելանում մեր մոտ։ Այսինքն en թետան, եթե ունեմ 5 հատ տվյալ, այդ 5 հատ տվյալի ինֆորմացիան լինելու է 5 անգամ մի հատ տվյալի ինֆորմացիա։ Ինչը ըստ էության ինտուիտիվ է, չէ՞, ինչքան ավելի շատ տվյալներ, այդքան ավելի շատ ինֆորմացիա։ Ու շատ ուղիղ պրոպորցիոնալ։ 10 անգամ շատ տվյալ, 10 անգամ շատ ինֆորմացիա կունենանք։ Okay։ Ու ժողովուրդ, ոնց որ հաշվողական տեսանկյունից էլ, եթե նայենք, եթե ոնց որ սա հետ բերենք բանին, սկզբնական log likelihood-ին, եթե ունենք տենց շատ մեծ կորություն, այսինքն ինչ-որ բան, ոչ թե այսինքն ինչ-որ տափակ գնում է, այս դրա դեպքում ստացվելու է մեր մոտ այդ կորության մատսպասումը
ինքը լավ մեծ թիվ է լինելու, այսինքն բարձր ինֆորմացիան, այսինքն կտրուկ բանաձև նշանակելու է բարձր ինֆորմացիան, նշանակելու է բարձր Fisher-ի ինֆորմացիա, այսինքն հենց տվյալները ինքնիրանով էֆեկտիվ են ու մեր այդ էֆեկտիվ այլ ինֆորմատիվ տվյալներն են մեր մոտ նշանակելու են, որ մեր estimator-ը ճշգրիտ է։ Այսինքն լավ, հստակ, sense ստաբիլ ճիշտ արժեքներ է տալիս։ Եթե ես էլ ոնց որ զուտ որ մի քիչ երկրաչափորեն տեսնենք, էլի։ Իսկ հայցան ոնց են կներեք հայցան ոնց են հասկանում որ օրինակ նո ինչ արժեքից հետո ենք հասկանում որ սա բանը ավելի խորը կորա որ սրա համար միացից մաս սպասում ունեն Ավելի ինչ կորա, խորը։ ավելի հայլի ավելի ուժեղ կորա, տենց է ասում։ Հա, այդ ոնց որ այս սաղ որ հենց հաշվենք, այս ինֆորմացիան որ ստանանք, իր արժեքը մեզ արդեն պատկերացում կտա, էլի իր տեսքի մասին։ Այսինքն եթե չենք կարա իրան գծենք, ուղղակի ոնց որ այդ զուտ անհետարքիր հաշվարկային կտորով անցնում ենք, ու այդ բանձևի մեջ թետա տեղադրելով, արդեն իմանում ենք հստակ բանը, էլի արժեքը։ Թե սխալ հասկացա հարցը։ Ճիշտ ասած ես մի քիչ առաջ ասացիք որ եթե ինչքան կորա այդ մեր գրաֆիկը այնքան ավելի ինֆորմատիվ է ես մենք հասկանա էլի օրինակ այդ սահման կա որ ասենք դրանից հետո օրինակ ավելի ինֆորմատիվ է ու ոնց որ ավելի հեշտ կարանք իր զբաղվենք էլի Հա, եթե ճիշտ հասկացա, փորձեմ պատասխանել, հետո հասկանանք այս անգամ ճիշտ հասկացա թե չէ։ Կա սահման, որ ասում է ինչ որ մի հատ արժեքից այն կողմ ավելի շատ չի կարա լինի չի կարա ավելի բան չի կարա լինի քո վարիացիան կախված այս ինֆորմացիայի։ Այսինքն ինքը մեզ ասում է, որ ասենք երբեք չենք կարա ունենանք, օրինակ, այս sense գրաֆիկ, բայց իդեալական դեպքում կարող ունենանք օրինակ այս sense գրաֆիկ։ Հա։ Այդ ոնց որ այս ամենը ինչ անում ենք, մեզ նախապատրաստում է դրան, էլի ըստեյության։ Մեր մոտ ոնց որ այս պլանով եթե ըստ պլանի նայենք, այդ process-ը էս էր, որ բռնում լոգարիթմում ենք, հաշվում ենք ածանցյալը, ածանցյալի վարիացիան ենք հաշվում, ու այ հեսա այս ածանցյալի վարիացիան, այսինքն բանը, լոգարիթմի ածանցյալի վարիացիան ներողություն, արդեն գալիս ենք հստակ օգտագործենք այդ բանի համար, եզրը հասկանալու համար։ Ու եզրը իրականում հենց այնա, որ ասում ենք բան, ասում ենք դե այս բանին ոնց որ ուզում ենք թվային հասկանանք, թե ամեն մի տվյալ իր այդ ինչքան ինֆորմացիա է բերում։ Հիմա կա ինչ-որ լիմիտ, որ ըստ այդ ինֆորմացիայի դրանից ավելի ճշգրիտ estimator չենք կարող ունենանք։ Որ սրանից լավը, այդ լավից լավը չկա արդեն այդ բայի դրությամբ մեր մոտ։ Ու դա մեր մոտ հենց Kramer-Rao-ի bound-ն է։ Ինքը ասում է, որ թետա գլխարկի վարիացիան մեծ հավասար է մեկը բաժանած n անգամ i թետա կամ կարելի գրեի ասենք en թետա էլի նաև սրա միտքը այնա որ նախ ինչի 1/3 միտքը նա ինչքան ավելի շատ տվյալներ այդքան ավելի շատ ինֆորմացիա այդքան ոնց որ ավելի կարանք բան լինենք էլի ավելի պահանջկոտ կարանք լինենք բանից estimator-ից այսինքն եթե մի հատ տվյալ ենք տվել իրան ու ինքը իրան այսինքն ինչ-որ խարխշտիկ է պահում, այդքան մեղադրելու չի։ Եթե իրան միլիոն տվյալ ենք տվելու, ինքը մինչև հիմա իրան այսինքն է պահում, արդեն մեղադրելու է, ասենք որ շատ ավելի լավ կարաս անես դու, այսքան տվյալ ունես, այդքան ինֆորմացիա ենք քեզ տվել։ Կարաս շատ ավելի հստակ լինես դու, այ մարդես խի, ասենց քիչ հստակ։ Այդ տվյալների քանակի հետ կապված։ Մյուսը որակն է։ Եթե իրան շատ, ասենց ասած, շատ ինֆորմատիվ որակյալ տվյալներ ենք տվել, որ բարձր ինֆորմացիա ունեն իրանք։ Այդ դեպքում կրկին կարանք ավելի պահանջկոտ լինենք, ասենք լավագույնը որ կարա ստանաս ինքը ավելի փոքր արժեք է։ Եթե ասենք 0.1-ը ամենացածր հնարավոր որ կստանաս, եթե դու 3 ես ստացել, իմացի որ այդքան էլ լավ տեղ չես հասել։ Բայց մյուս դեպքում եթե օրինակ իրեն քիչ տվյալ ենք տվել ու անորակ տվյալ ենք տվել, կողա լավագույնը 2.9-ն է, ու ինքը որ 3 է հասել, իրան տենց
ասենք վայ ապրես, ասենք գնանք պոնչո անենք, էլի մի դեպքում գնանք ջղայնանանք։ Այդ մեզ ասում է grammar raw-ի bound-ը։ Այսինքն ինքը ցույց է տալիս մեզ տեսականորեն հնարավոր լավագույն ճշգրտությունը, որ կարանք մենք ունենանք։ Եթե օրինակի համար նայենք Bernoulli-ի համար, իր ինֆորմացիան դասցինք որ բանա, p անգամ 1 բաժանած p անգամ 1 մինուս p-ը, ու իր grammar raw-ի bound-ը բանա։ Ստացվել է այսինքն 1 բաժանած n անգամ 1 բաժանած p անգամ 1 մինուս p, ստացվել է p անգամ 1 մինուս p n-երորդ, ու եթե դիտարկենք որպես estimator, որ վերցնում ենք բանը, ասենք տվյալներ ունենք, ասենք 3 հատ 1 մի հատ 0, այդ դեպքում ոնց որ հուշնգնելու գնահատականը մենք տալու ենք 3/4, չէ՞, այսինքն միջինն ենք վերցնելու սրա ըստեյության, այդ այնց մոտեցումը իր մոտեցման վարիացիան լինելու է p անգամ 1 մինուս p n-երորդ, այսինքն մենք կարանք ասենք, որ եթե Bernoulli-ի բաշխում ենք ուզում գնահատենք, ու ինչ որ մի քանի կետ ստացել ենք, այդ կետերի միջինը օգտագործելը գնահատելու համար, բանը պարամետրը Bernoulli-ի, ինքը իդեալական հասնում է ամենացածր հնարավոր վարիացիային։ Սրանից ավելի լավ չի կարող լինի։ Ու անուն ունենք տենց բաների համար, ասում ենք, որ unbiased estimator-ը effective է, efficient է։ Եթե ինքը գալիս խփում է grammar raw-ի այդ ստորին եզրը։ Եթե այդ ունեցավ, ասում ենք, շո դու ընտիրն ես, մի խոսքով։ Այստեղ մի հատ կարող նշում, որ մի քիչ կարող է այդքան շատ ակցենտ չենք դրել, բայց մենք այս ամիջը խոսում ենք unbiased estimator-ների մեջ։ Իսկ մի հատ նախնական պայման ասում ենք, դե մի հատ նախ եւ առաջ խնդրում եմ թե դա ճիշտ աս, հա։ Թե դա ճիշտ որ ասես, արդեն կսկսենք խոսալ նրա մասին, թե ինչքանով ես ստաբիլ ասում, թե դա ճիշտ, ինչքանով ես ծուռ կրակում, ինչքանով ես բան, էլի։ Ինչքանով ես շփոթված, սենց ասած։ Այս efficient estimator-ի միտքն է, որ ասում ենք նախ սրանից ավելի լավ չի կարող լինի unbiased estimator-ների միջից։ Ըստ էության, այսինքն ամբողջ ինֆորմացիան ինքը դուրս է բերում ու ոնց որ ոչ մի ինֆորմացիա չի վատնվում։ Այսինքն ամեն մի տվյալ իր հետ բերում էր ինֆորմացիա ու մենք այդ բոլոր ինֆորմացիաները օգտագործող հնարավոր ստորին եզրը վարիացիայի եկե խփել ենք, այսինքն ոչ մի տվյալ չի գնացել զիբիլ է, էլի։ Այդ մեզ կարող օգնի, որ եթե ասենք գտել ենք estimator, որը որ efficient է, կարանք թարգենք ուրիշ նոր բան ման գալ, էլի։ Եթե efficient չի, այդ մեզ ցույց է տալիս, որ ոնց որ լավացման տեղ ունենք դեռ, էլի մենք։ Մինչև այս պահը այդ շատ մեզ հետաքրքիր չի եղել, որտեղ estimator-ները սենց օդից ընկել են մեր գլխին, մենք սկսել ենք իրանց ուսումնասիրել։ Բայց հեսա կակրաս, որ սկսենք արդեն մենք փորձել դուրս բերել estimator-ներ, արդեն դες ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է մեզ դառնալու, էլի։ Ու ստեղ մի հատ նշում, որ ամեն ինչ չի, որ ունենալու է efficient estimator, բայց հաճախ եթե efficient estimator կա, ինքը նաև լինում է ML-in այդ maximum likelihood estimator-ն է, այս լինելու է մեր հաջորդ դասը, այսինքն մենք հաջորդ դասին այդ process-ը, որից որ խոսենք, թե ոնց ստանալ լավագույն բանը, ոնց դուրս բերել estimator, ինքը նաև լինելու է, թե ոնց դուրս բերել estimator, որը որ հերիք չի estimator-ը, մի հատ էլ efficient estimator-ը։ Հենց շոկոլադնի իդեալական մոտեցում է լինելու, էլի այդ տեսանկյունից։ Ըստ էության ոնց որ այս մեծ կտորը այսքանն էր ամենակարևոր, մի քանի օրինակ է դրված ստեղ ու ինչ որ մի քանի ավելի տեխնիկական դետալ։ Մի բան, որ տենց պարտք եմ սենց ասած, այնա, որ մի հատ գոնե մի անգամ նշենք այդ ռեգուլարության պայմանները ինչ են։ Ռեգուլարության պայմանները ասում են, որ նախ բան մեր distribution function-ի support-ը ֆիքսած է։ Ինչ է support-ը։ Support-ին գրում են որպես supp, support։ Supremum-ի հետ չխառնել, ես առաջ անգամ որ սովորում էի, մտածում էի դասխոսը տառասխալ անում կպած, բայց իր միտքը նա, որ անկախ թետայի արժեքից, այն կետերը, որտեղ որ ֆունկցիան 0 չի, լինելու են նույնը։ Օրինակի համար, եթե վերցնենք uniform բաշխումը 0-ից թետա,
Եթե թետան 1 է, ինքը լինելու է այսպես, չէ՞։ Եթե թետան 2 է, ինքը լինելու է օրինակ այսպես։ Այսինքն այս կտորները, որտեղ որ ինքը 0 չի, տարբեր են լինում։ Այսինքն իր support-ը տարբերվում է։ Ինքը նշանակում է ինքը ռեգուլար չի։ Ռեգուլարության առաջի պայմանը խախտում է։ Ու եթե օրինակի համար դիտարկենք բանը, տնայինի ժամանակ նայած estimator-ը, որ ունենք 0-ից թետան, ուզում ենք գնահատենք թետան, ասում ենք դե վերցնենք մեր եղած տվյալների մաքսիմումը, ու ինքը sufficient էր, որ ցույց տվեցինք։ Իր վարիացիան մեկը բաժանած n քառակուսի է լինելու։ Մինչդեռ եթե process-ով գնանք ու հաշվենք Kramer-Rao-ի բանը, ինքը 1n-րդ է լինելու։ 1 բաժանած n քառակուսին n-ը մի քիչ որ մեծանում է հատկապես, խայտարակ ավելի լավ է, քան 1n-րդ։ Ստացվում է, որ մենք հնարավոր ստորին եզրից շատ ավելի ցածր վարիացիաներ ենք ստանում։ Հիմա ինչ որ տարօրինակ բան է այստեղ տեղ ունենում, արդյոք թե չէ, իրականում չէ, ուղղակի Kramer-Rao-ն ասում է, ես աշխատում եմ, եթե ինձ ռեգուլարություն տաս։ Եթե ռեգուլարություն չկա, ելի բռնենք համատենք բանը, էլի լավագույն ոնց որ պատկերացնենք, ուզում ենք ստանալ լավագույն հնարավոր աշխատավարձը մեր գործի տեղը, բռնենք համատենք ինչ որ Ամերիկայի Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում աշխատավարձից, օրինակը վատներ, համատենք ինչ որ Աֆրիկայի, եսիմինչ շատ վատ երկրում կիսաստրուկի աշխատավարձից, իր հետ համատենք, տեսնենք, ասենք մի օր կնայեք, մերը ինչքան ավելի բան արժեք է, ավելի լավ արժեք է։ Հիմա կարա լինի ուրախանալու հատկություն, կարա լինի նաև այն, որ սխալ համատությունն է, որտեվ ինչ որ բաներ իրարից չի բավարարում։ Պետքա գոնե առնվազն, չգիտեմ, նույն տարածաշրջանից ինչ որ բանի հետ համեմատել, էլի, այդ որպես մի քիչ ինտուիտիվ բացատրելու փորձ, չնայած չգիտեմ ինչքանով կարիք կար ստեղ ինտուիտիվ բացատրելու, բայց այդ մի պայմանն է։ Ֆիքսած support-ը։ Մյուսը նա, որ այս մեր թետան, որ օգտագործում ենք, ինքը մեր պարամետրական տարածության ամենաեզրում չլինի։ Այսինքն մենք չդիտարկենք կոպեկ, որը որ 0 հավանականությամբ հաղուշ գցում։ Իսկ եթե 0-ից 1 է հավանականությունները, գոնե ասենք 001-ի համար օգտագործենք։ Եզրերի համար թետարկիր չի մյուս։ Հետո մի պայման է նա, որ իր ինֆորմացիան պետքա բան լինի, վերջավոր լինի։ Այսինքն նենց բան պետքա չունենանք, որ ուղղակի ինֆորմացիան թիվ չկարանա դառնա, էլի։ Ու մեկ էլ այդ ինտեգրալի տակ դիֆերենցիալի վերաբերյալ, որ կարանք հերթականությունը փոխենք։ Ինտեգրալ ածանցյալի փոխարեն անենք ածանցյալ ինտեգրալ։ Ու նաև ոնց նշել էինք, բոլոր էքսպոնենցիալ ընտանիքի բաները նաև ավտոմատ ռեգուլարությանն են բավարարում, նշանակում է, որ Kramer-Rao-ի bound-ի մասին կարանք խոսանք իրանց համար։ Սա ուղղակի ոնց որ պետք էր նշել տեսական ոնց որ տեսականորեն տեսության տեսանկյունից սա պետք էր նշել, պրակտիկ սա մեզ տենց ինչ որ շատ բան չի տալու, որովհետև հիմնականում սենց էքսպոնենցիալ ընտանիքների հետ են գործ ունենալու։ Բայց առնվազն ինչ որ գոնե տերմինը պետքա իմանալ, էլի, այս sense բան, պետքա չէ, էլի, ցանկալի է իմանալ։ Այս Kramer-Rao-ի բանը, եզրը ինքը unbiased estimator-ների համար էր։ Բայց մենք օրինակ տեսել ենք, որ կարանք, եթե ուզում ենք միջին քառակուսային շեղումը նվազեցնենք, ինչը bias քառակուսի գումարած վարիացիաներ մեր մոտ։ Դեպք կար, որ ասենք հենց բանը հենց ասենք վարիացիայի համար մեկը բաժանած n ու մեկը բաժանած n-1-ի դեպքերով, մեկը բաժանած n-ը biased էր, բայց իր MS-ին ավելի ցածր էր լինում։ Այսինքն մենք տեսականորեն կա դեպքեր լինի, որտեղ որ ասենք okay ենք, որ դու bias ունենաս։ Հիմա եթե ասենք okay ենք, որ դու bias ունենաս, Kramer-Rao-ի գործիքը լրիվ կորավ մեր մոտից։ Kramer-Rao-ն աշխատում է մենական biased estimator-ների համար։ Բա ինչ գործիք կարանք ուրիշ օգտագործենք։ Ուղղակի դրա այտենց գործիքի օրինակ բերենք, հա, ու երկու պոտենցիալ մոտեցում կարանք նայենք, մի գաղափար կարանք խոսանք admissibility-ի գաղափարի մասին, այս են վանիլային բանն է, էլի, սենց բան եթե կարանանք ունենանք, արդեն շատ է բախներս բերել, մի հատ ուրիշ մոտեցում minimax-ա կոչվում։ Հերթով նայենք, որը որն է։ Admissibility-ն դա, եթե ինչ-որ մեկը կհիշի, հույս ունեմ կհիշի բանը, ինֆորմացիա,
օպտիմիզացիայի տեսությունից օպտիմիզացիայից դիտիչ չխոսամ տեսություն զնայշլի օպտիմիզացիայից բազմակրիտերիա օպտիմիզացիան մուլտիկրիտերիան որ անցնում ենք մենք Պարետոյի դոմինանսի գաղափար մտցրեցինք, չէ՞։ Կհիշեցնեք Պարետո դոմինանտ կետը որն էր։ Որպես օրինակ բանն ենք նայում, ասենք հյուրանոցների գներներ ու հյուրանոցների ռեյտինգները ու ասենք կարող ենք ունենայինք 5 աստղանի բան հյուրանոց 100 դրամով ու 5 աստղանի հյուրանոց 1000 դրամով մեծ կետերի միջև կամ ասենք քան ու մի հատ էլ 2 աստղանի հյուրանոց 1000 դրամով այս սրանց միջև ինչ որ դոմինանտության հասկացություն կար։ Կհիշեցնեք այդ որն էր։ Միտքը նա էր, որ ասենք եթե ունենք բան, մի հատ ինչ որ էժան ու անորակ հյուրանոց ու ունենք մի հատ թանկ ու որակյալ հյուրանոց, մեզ դժվար է, չէ՞, իրենց մեջից ասել որն ավելի լավ է։ Բայց մի բան, եթե համ էժանա, համ ավելի լավ, համ ավելի էժանա, համ ավելի լավն է, ինքը ակնհայտ որոշում է, չէ՞ դառնում։ Ինքը մնացած կետերին դոմինանտ է դառնում։ Երբ որ բոլոր կրիտերիաներով ինքը ավելի վատը չի, ու իրականում մի հատ է կրիտերիա կա, որով որ ավելի լավն է։ Ուրեմն ինքը ավտոմատ մնացածին կարող է չդիտարկենք, պարզա որ դա ենք ուզում վերցնել։ Ու այդ ոնց որ հենց dominate անելու գաղափարն է։ Մենք ուզում ենք որ եթե ունենք ասենք թետա 1, թետա 2, թետա 3, sense մի քանի կրիտերիա ունենք, ուզում ենք որ բոլոր կրիտերիաներով փոքր հավասար լինի մեր բանը։ Այս դեպքում ոնց որ MSI-ն է լինելու մեր մոտ ու գոնե մի հատիկ կրիտերիա լինի, որով որ ինքը խիստ ավելի փոքր է։ Այսինքն մենք կարող ենք ունենանք լիքը տներ, որոնք որ 5 աստղանի են, բայց ու լիքը տներ, որ օրինակ բան արժեն 1000 դրամ արժեն։ Բայց մի հատ տուն եթե եղավ, որ ինքը 999 դրամ արժի, ինքը այդ սաղ տներին միանգամից ջրում է։ Սաղ տներին դոմինանտ է ինքը լինում ավելի։ Այստեղ տերմինը բանն է։ Ասում ենք, որ թետա 1-ը inadmissible է, եթե գոյություն ունի մի հատ ինչ-որ թետա 2, որը որ իրան դոմինանտ է լինում։ Այսինքն, եթե գոնե մի հատ ինչ-որ կրիտերիայով ավելի մեծ արժեք է ստացվում իրանից, կամ մեծ հավասար ներողություն, գոնե մի հատ։ Այդ դեպքում ասում ենք ինքը inadmissible է, եթե չէ, տենց բան եթե չկա, ուրեմն admissible է։ Իր իդեան է նա, որ այս ամբողջ տիրույթի վրա եթե նայենք իրան, ինքը եթե միշտ ավելի ցածր լինի, ուրեմն վերջ ինքը ավելի լավն է։ Եթե մի հատ estimator ունենք, որ կախված թետայի արժեքից իր MSI-ն սենց է փոխվում, մի հատ ունենք, որ միշտ ավելի ցածր ընդունվում, դե պարզա պետք է սա վերցնել։ Չէ՞, շատ բնական, շատ հասարակ մոտեցում։ Ըստ էության ոնց որ եթե օպտիմի տերմիններով խոսանք, ինքը մեր Պարետոյի ֆրոնտն է։ Կհիշեք, հույս ունեմ, ով միանում էր դասերին ժամանակ, կհիշի, որ ասենք այսենց արժեքներ եթե ունեինք, մենք ասենք մեզ հետաքրքրում է մենակ այս կտորը, որտեղ սա այս կետ սրանից ամեն ֆիքսած կետից են կողմ ցանկացած կետ, որը որ իրանից վերև է կամ աջ, իրանից վատն է, որտեղ կամ ավելի անորակ է լինելու, կամ նույն որակն է ունենալու, ուղղակի ավելի թանկ է լինելու։ Այսինքն ոնց որ Պարետոյի ֆրոնտն ենք ստանում, էլի։ Ու admissible estimator-ը նույնն է ինչ ոնց որ MSI-ի տեսանկյունից Պարետոյի ֆրոնտը։ Այսինքն օգնում է սա մեզ հարցին պատասխանել, թե որ estimator-ը վերցնել, ասում ենք վերցրու n estimator-ը, որը որ ակնհայտորեն միշտ էլ ավելի լավն է։ Այս դրա համար ասում եմ մի քիչ ավելի վանիլային դեպք է, էլի, մեր մոտ շատ ավելի հաճախ լինելու է, որ ունենք այսենց ինչ որ estimator օրինակ։ Ինչ որ տեղեր ավելի բարձր է, ինչ որ տեղեր ավելի ցածր է։ Այդ դեպքում ոնց արվենք։ Օրինակի համար ունենք այսա։ Այստեղ ասենք հիմա ակնհայտ չի, էլի, օրինակ այս երկուսից որն է ավելի լավը։ Սա այստեղ ավելի բան է ընդունում, ավելի փոքր արժեքներ է ընդունում, բայց հետո ահագին մեծանում է MS-ին։ Իսկ այս մեկը ստաբիլ մոտավորապես նույն արժեքն է ընդունում։ Հիմա ինչ օգտագործել։ Կամ մի հատ բան մոտեցում, բավականին տենց կոնսերվատիվ մարդու տեսանկյունից մոտեցում,
որ ասում է ես կուզեմ ընտրեմ ամենաթույլ վատագույն սյուժետը։ Այսինքն ինքը բռնում է, մենակ նայում է եղած estimator-ի ընդունած մաքսիմումի արժեքին, սա ամենաշատը իր արժեքը լինում է այսա։ Այս մեկի արժեքը ամենաշատը լինում է այստեղ այսա։ Ու ինքը վերցնում է մինիմալ մաքսիմալ արժեք ընդունող ալգորիթմը։ Այսինքն ինքը ասում է arg minimum, arg min maximum ms-ի թետա։ Համայն ասում են minimax։ Ինքը ոնց որ կարճ ասած ընտրում է ոնց որ ասում է լավ, թող լինի սրա վատը ի՞նչն է ժողովուրդ։ Խիասա, խեմ ասում սա մենակ կոնսերվատիվ է լավ աշխատում, էլի։ Եթե ունենայի մի հատ էլ այսպես բաշխում, սա միշտ ընտիր է, շատ ավելի ընտիր է, քան մյուսը։ Մի հատ կետում ջարդվում է, մնացած բաներում էլի ընտիր է։ Բայց եթե նայենք այս մոտեցմամբ, այն sense ասած կոնսերվատիվ ավելի տենց կոպիտ ասած ավելի վախկոտ մարդը կասի, չէ, բայց մի հատիկ դեպք կա, որտեղ որ իր արժեքը ավելի վատն է լինում։ Այդ մի հատիկ դեպքը որ կա, ես իրան ամբողջին ասում եմ դու ավելի վատն ես։ Այս դեպքում օրինակ այս կապույտին կասենք, որ ինքը minimax estimator է, որտեղ իր ընդունած մաքսիմումը բոլորի մեջից ամենափոքրն է։ Ու ինքը էլի ուրիշ պոտենցիալ մոտեցում է, էլի estimator ընտրելու։ Հայցյան, ես ես բանել էի մտածել, չենք կարող օրինակ երկարություն հաշվենք, որը որ օրինակ չգիտեմ, օրինակ ես կարմիրը օրինակ ես կապույտից բանա ցածր է, օրինակ 0-ից չգիտեմ, ինչ որ միջակայքում, ոնց որ սկզբից դա վերցնենք, ու ես ես երկու մոտեցում եմ, էլի պատկերացնում, մեկը պատկերացնում եմ, ասում եմ, կարանք երկարություն հաշվենք, օրինակ ես ֆունկցիան ես բանում, օրինակ 0-ից մինչև այս կետում ինչքան է երկարությունը, որ ավելի փոքր է, ոնց որ դա վերցնենք, երկուսի դեպքում էլ հաշվենք, էլի մաքսիմումը դա վերցնենք, կամ էլ կարանք օրինակ ենթադրենք այս միջակայքում վերցնենք այս տակի ֆունկցիան, այն միջակայքում վերցնենք այն վերևի ֆունկցիան։ Ահա։ Ինչ է պատկերացնում մոտավորություն։ Այդ նցա վատ իդեա չի։ Ու իրականում կարող ասենք վիզուալ նայենք, ըստ դրա բան անենք։ Ասենք վիզուալ նայելու եթե լինենք ու տեսնենք մի հատը այսենցա, մի հատը այսենց, այսինքն մենակ այսենց փուճուր կտորի վրա է ավելի լավը, կարող ասենք չէ դա այդքան է, սա այդքան է լավը չի, չարժի այս փուճուր կտորի խաթր սա վերցնենք։ Այսինքն հենց ըստ էության ձեր կրիտերիայով վարվենք, էլի։ Այն որ վերցնենք ոնց որ ամեն մեկում մինիմումը, այդ եթե ուղղակի մեր նպատակն է այս գրաֆիկի վրա լավագույն բանը ստանալ, հա, կարելի է, բայց պրակտիկ տեսանկյունից եթե նայենք, մենք ոնց որ ասելու ենք այս տվյալների համար օգտագործում ենք երկու ալգորիթմ, իրանց երկուսին է պետքա սարքենք, իրանց երկուսին է պետքա աշխատացնենք ու իրանցով հաշվարկներ անենք բանման, ու հաճախ կարող է չուզենանք իրանց բռնենք միավորենք, էլի։ Ու նաև այդ եզրը, որ այսրանից հետո այսրան օգտագործի, նրանից հետո նրան օգտագործի, հենց մեր տվյալների դեպքում կարանք հեշտ ստանանք, բայց ինքը կան ինչ-որ ոչ բնականոտ որոշում լինի։ Այսինքն, ես ասեմ, միտքը շատ լավն է ու շատ ճիշտ է, ուղղակի տեսականորեն այդ ամեն ինչից մինիմումները վերցնելը երբեմն շատ մեծ շռայլություն է մեր համար լինում, էլի։ Իսկ այդ ավելի կարճի մոտեցման հետ կապված էլ այտենց որ մի քիչ մտածենք իր հետ էլ ինչ որ խնդիրներ կգտնենք, բայց իրականում ոնց որ ամեն մի մոտեցման հետ ինչ որ խնդիրներ կա, թե չէ դες չէի պատմի ասի կան sense մոտեցումներ, կասեի էսա մոտեցումը մնացած բոլորը արդեն ոնց որ շփրտվել գնացել են այն կողմ, ստացվեր ոնց որ այդ մոտեցումը Pareto դոմինանտ է կրաս էլի։ Բայց հա առնվազն վիզուալը այտենց կարելի է անել, այդ լավ իդեա է։ Ու ժողովուրդ իրականում ոնց որ եթե միաչափ դեպքի մեջ եք լինում, այսինքն օրինակ սահմանել ինտերվալի երկարություն, որտեղ ավելի մեծ է ինքը բաման, եթե այտենց շռայլություններ մեզ կարանք թույլ տանք, նաև կարելի է ուղղակի զուտ բռնել գծել, աչքով նայել ամեն ինչին ու ըստ նրա թե մեր պրոյեկտի կարևորությունը ինչն է, որոշում կայացնել։ Օրինակ եթե բժշկական ինչ-որ համակարգ ենք սարքում,
Սա ավելի լավ է, որովհետև սա գիտենք, ոնց որ երբ որ սխալ անելու գինը շատ մեծ է, կուզենք այսպես կոնսերվատիվ մոտեցումով վերցնենք։ Եթե ինչ որ անկապ թեթև բան ենք սարքում, որ այտենց ինչ որ կյանքերից կախված չի, կարող ենք ասենք սա վերցնենք։ Այսինքն նաև զուտ բռնել գծել արժեքների նայել, դա էլ է պոտենցիալ մոտեցում էլի, ուղղակի միաչափից ընկում, լավ, երկչափում եմ մի քիչ հոլակը գնանք, երաչափից ընկում արդեն վախենալու կլինի, էլի, այտենց բաներ փորձել աչքով հասկանալ։ Okay, լավ։ Այսինքն ըստ էության նայեցինք երկու մոտեցում։ Մի հատը unbiased-ի դեպքում այդ ուղղակի արժեքները հաշվելով գնա համեմատի Kramer-Rao-ի bound-ի հետ։ Մի հատն էլ օրինակ պոտենցիալ այդ minimax-ը, ըստ minimax մոտեցման նայի ընտրի։ Ու մի քիչ թեթև իմի բերենք, այս թեման ծածկեցին, թեման փակում ենք սրանով։ Մենք խոսացինք, թե ինչ է նշանակում լինել անշեղ, bias-ը ինչ է, վարիացիայի դերը որն է, միջին քառակուսային շեղումը, consistency-ն, որ զուգամիտել ճշմարտությանը տվյալների շատացման հետ, sufficiency-ն, այն որ ասենք TX-ը ունենք տվյալների մասին ուրիշ ոչ բան պետք չի, իր այդ մասին minimal sufficiency-ն, Kramer-Rao-ն, որ պատմի մեզ բանը, ինչքանով ենք հեռու unbiased-ների մեջից պոտենցիալ լավագույնից, efficient-ը, որ կասի, որ արդեն դրան ենք հասել, admissibility-ն ու minimax-ը, որ կասի, որ դե լավ, ըստ սրանց եկեք բռնենք համեմատենք։ Մեծ ամասամբ մեր թեմաները, որ նայեցինք, այս estimator-ների թեմա բանից, վերնագրից, բաժնից, սրանք էին։ Դասի սկզբում արդեն հաջորդ քայլերը մոտավորապես ասացի, սա էլ չեմ կրկնի, ուղղակի արդեն կլսեմ ինչ որ ցանկացած հարց սրանից կա թե չէ։ Տնայինի հետ կապված այդտեղ կայքը թարմացրել եմ, թե իրականում շատ մի քանի հատիկ տնային է դրած։ Մի հատ Fisher-ի ինֆորմացիան էքսպոնենցիալ բաշխմանում էր, զուտ պրոցեսով անցնեք, ոնց որ մի անգամ հաշված լինեք, էլի առնվազն գոնե զուտ։ Ու մի հատ էլ բան։ Bernoulli-ի համար ըստ էության սլայդերում ինչ որ չափով նայած օրինակի վրայով անցնել ու նաև այս նախորդ տնայինից այս չնայած խնդրին միացնել դա, ճիշտ գործնականի ժամանակ չնայած։ Ու մեկ է մի հատ տնային խնդրում ասում ուղղակի խզբզեք 3 հատ բան, ռիսկերի ֆունկցիա, այդ MS-ներ գծեք 3 հատ, ու արդեն ասեք, նենց արեք, որ սա admissible լինի, սա minimax լինի։ Տենց մի քիչ ավելի թեթև բան։ Այս սրա տեսանյութի հետ կապված գործնական կանենք թե չէ, վստահ չեմ, ավելի շատ երևի հակված եմ, որ արդեն կանցնենք նոր թեմային։ Ես այս Kramer-Rao exponential բաման Fisher-ի ինֆորմացիա ավելի շատ ամբողջականության համար եմ մտածում անենք, էլի։ Ու դրա չաթում է որ գրել է, տենց ինչ-որ սուպեր պուպեր վաու, եսի ինչ ֆանտաստիկ առաջնային չի, էլի, ուղղակի ավելի շատ ուզում էի դա էլ ծածկենք վիճակով էր։ Դրա համար գուցե սրա գործնականը բաց թողենք, բայց տեսնենք։ Բայց այնունդեպ եթե տնայինից հարցեր ունենք, արագ խաբար անենք, էլի։ Մեկ էլ հաջորդ դասի հետ կապված են, որ ես մի քիչ վստահ չեմ, թե շաբաթվա ընթացքում կանենք թե չէ, գուցե, ասենք, աշխատանքային օրերի ընթացքում այս շաբաթ չունենանք լեկցիա, կիրակի ունենանք օրինակ հաջորդը, բայց այդ տեսնենք, չաթում կգրեմ, եթե անելու լինենք դաս, չաթում կգրեմ դրա մասին, էլի։